یافته اهم از نیروهای پلیس رو شفاف اعلام کرد. Եվ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը մի ցանկ հստակ եւ թափանցիկ ցանկ է ներկայացրել, որտեղ որ ներկայացված են իրենց նույնականացման բոլոր անձնական տվյալներով, թե քաղաքացիական բնակության շրջանում զոհված անձինք, թե այդ կազմակերպված հանցավոր խմբերի ներկայացուցիչները, ինչպես նաև ոստիկանության ուժեր, ովքեր որ այս գործողությունների արդյունքում սպանվել են. اونجا که به هدف خودشون نرسیدن آقای ترامپ گفت که من کمک خواهم کرد من کمک می‌فرستم. Այնտեղ երբ որ նրանք իրենց նպատակին չէին հասնում, պարոն Թրամփը հայտարարում էր, որ ես կօգնեմ, ես օգնություն կուղարկեմ. کمک آقای ترامپ رو من الان به شما نشون میدم به مردم ایران. Իրանի ժողովրդին պարոն Թրամփի օգնությունը ես հիմա ձեզ ցույց կտամ. این کمک آقای ترامپ به مردم ایران. Սա է պարոն Թրամփի օգնությունը, որ նա ուղարկել է Իրանի ժողովրդին. یکی از بچه‌های دختر بچه‌های معصوم کشته شده در مدرسه میناب. این کمک آقای ترامپ است. Սամինավի դպրոցում զոհված աղջիկ աշակերտներից մեկն է. Սա է Թրամփի օգնությունը. Սա է այն օգնությունը, որ Թրամփը ուղարկել է Իրանի ժողովրդին. بنابراین اینکه ایران به این روز افتاده این ناشی از بدخواهی‌ها و جنایت‌های اینها هست که ایران خواست مستقل باشد و اینها گفتن باید برده ما باشید. Եվ այն պայմանները, որ այսօր գտնվում է Իրանի ժողովուրդը եւ այն պայմանները, որոնք որ այսօր գտնվում է Իրանի ժողովուրդը, պատճառն են դժկամության եւ այն հանցագործության, որը որ իրականացվել է Իրանի դեմ, քանի որ Իրանը ցանկանում էր անկախ լինել, իսկ այդ ուժերը ցանկանում են, որպեսզի Իրանը լիներ նրանց թրուկը. کشور ما رو تحت شدیدترین و بیرحمانه ترین تحریم ها قرار دادن که هیچ کشوری یک ماه نمیتونست با این تحریم ها روی پای خودش بیسته. Մեր երկիրը ենթարկեցին սաստիկ պատժամիջոցների, որոնց որ որևէ երկիր նույնիսկ մեկ ամիս չէր կարող դիմանալ. بعد که عده‌ای از مردم از شرایط اقتصادی ناراضی میشن اعتراض مسالمت آمیز میکنن عوامل خودشون رو میفرستن که اینو تبدیل به آشوب بکنن. Երբ մի խումբ մարդիկ տնտեսական պայմաններից իրենց դժգոհությունն են ցանկանում արտահայտել խաղաղ ցույցի շրջանակներում, նրանք ուղարկում են իրենց կազմակերպված հանցավոր խմբերի ներկայացուցիչներին, փորձելով սա վերածել խառնաշփոթի եւ անհանգստության. بعد میگن چرا پلیس ایران با عوامل مسلحی که مردم و پلیس رو کشتن برخورد میکنه. Հետո նրանք հայտարարում են, թե ինչու է Իրանի ոստիկանությունը թիրախավորում եւ թիրախավորում է գործողություններ ձեռնարկում այն զինված ուժերի, այն զինված մարդկանց դեմ, ովքեր որ կրակում են անվտանգային ուժերին. بخشی از مردم ایران حتما از بعضی از چیزهای از شرایط اقتصادی ناراضی هستند. Իրանի ժողովրդի մի մասը անպայման այդպես է որ կա, գիտեմ որ դժգոհ է ստեղծված տնտեսական պայմաններից. ولی به شما اطمینان میدم مردم ایران سرزمین خودشون رو هرگز نمیفروشند به بیگانه. Սակայն ես վստահեցնում եմ, որ Իրանի ժողովուրդը երբեք իր հայրենիքը չի վաճառի օտարներին. کما اینکه بعد از شنیدن خبر شهادت رهبر معذب انقلاب هزاران و شاید میلیون ها نفر از مردم ایران به شکل خودجوش در خیابان‌ها عزاداری کردند و خشم خودشون رو و اراده خودشون رو برای ادامه آرمان‌ها نشون دادند. Եվ հենց նրանք իմացան Իրանի հոգևոր առաջնորդի նահատակության մասին լուրը, մարդիկ ինքնաբուխ կերպով դուրս էին գալիս փողոցներ, որպեսզի իրենց սուքը արտահայտեն այս իրավիճակի վերաբերյալ եւ նաեւ նրանք հայտարարում էին, որ իրենց վրթովմունքը եւ կամքը շարունակելու այս ճանապարհը աներկբա է. بنابراین کشوری که شما تاکید کردید 7000 سال تمدن داره هرگز برده دیگران نخواهد شد. Եվ այն երկիրը, որ դուք եւս մեկ անգամ շեշտեցիք 7000 տարվա քաղաքակրթություն եւ պատմություն ունի, երբեք չի դառնա այլ երկրի ստրուկը. Շնորհակալություն. Մեկ հարցել եւ արդեն ավարտում ենք. Վերջ. Յուրաքանչյուր հարցը մի հարց. Աշխարհի
اگر زیاد مونده هر یه سوال 12 نفر مونده بخاطر توضیح بدید چون 12 نفر مونده میخوایم شرمنده نشیم اگه خسته نمیشید من مشکلی ندارم Քանի որակյա Իրանում այդ թվում Հայաստանից և ԱՊՀ երկրներից և ինչ միջոցներ է ձեռնարկում նրանց անվտանգ ապահովելու համար։ Prima de satisfare modificările și apelările omului vücutları verdiğinde ce tedaviler harici در ایران وجود دارند از جمله ارمنی تبادل توسعه در ایران هستند و چه تدابیری برای در واقع امنیت و حقوق اونها از کشور در نظر گرفته شده؟ تمام مرزهای زمینی ما که در واقع ما با کشورهای همسایه داریم تجهیز شده و سفارتخونه‌های ما در اون کشورها مأمور شدن که اگر مواردی هست از اتباع خارجی که تمایل دارن از خاک ما خارج بشن کمک بکنن. Մեր բոլոր ցամաքային սահմանները համապատասխան տեխնիկական պատրաստվածության են բերվել եւ նաեւ բոլոր երկրների դեսպանատները, որոնց քաղաքացիները որ հնարավոր է գտնվում են մեր երկրում եւ ցանկություն ունեն լքել երկիրը, նրանց մենք խնդրել ենք որպեսզի համապատասխան քայլերը ձեռնարկվեն այդ մարդկանց դուրսբերման ուղղությամբ. در مورد جامعه ارامنه ایران که اونها بخش جدایی ناپذیر ملت ما هستند و در همه شرایط و سختی ها در دفاع از کشور کنار ملت خودشون و کشور خودشون بودن. Կապված Իրանի հայ համայնքի հետ, Իրանի հայ համայնքի վերաբերյալ հարցի հետ, կարող եմ ասել, որ Իրանի հայ համայնքը անկապտելիորեն կապված է Իրանի հասարակությանը եւ Իրանի պատմությանը եւ նրանք միշտ ցանկացած դժվարին պայմաններում ապացուցել են, որ պատրաստ են կանգնել Իրանի կողքին. در مورد اتباع ارمنی که ارمنستان که در ایران بوده باشن اصلا مشکل نیست به سهولت میتونن با وسایل نقلیه زمینی خودشون رو به ارمنستان برسونن رفت آمد گفتم در جریان Նաև այն քաղաքացիների հանրապետության քաղաքացիների պարագայում, ովքեր որ գտնվում են Իրանում եւ ցանկություն ունեն վերադառնալ Հայաստան կամ լքել Իրանը, ինչպես նշեցի, երկկողմ երթը շարժը բնականon կերպով շարունակվում է եւ նրանք կարող են ուղղակի ցամաքային տեղաշարժման միջոցներով գալ հատել սահմանը եւ հասնել Հայաստան։ Շնորհակալություն։ ما از حضرت خودمون رو کشور دوست همسایه ایران مطلب می‌کنیم. یک بار دوستان خودمون کار مطلبات شده دوستان برای فرزندی شهروندان و پاسپورت کارگزاران ایران مطلبات ما مطالبه شدیدی سال ایران که داشتیم مارچ ایران رسوم هرزانی رسمی افغانستان هر چقدر هم که در واقع به ما گفته بشه که ارمنستان و متوازیان صلح دست یافتن و در واقع خطری ارمنستان رو تهدید نمی‌کنه، ولی با این وجود نگرانی‌هایی در رابطه با اقدامات متوازیان علیه ارمنستان و به ویژه استان سیونیک وجود داره. آیا فکر می‌کنید که در حاشیه این تغییر و تحولات و این رویدادها خطری استان سیونیک رو تهدید می‌کنه؟ من امیدوارم که اینجوری نباشه واقعا. Ես իրապես հուսով եմ, որ այդպես չլինի. صلحی که پروسه صلحی که بین ارمنستان و آذربایجان میره ما آرزومون این هست که بدون مشکل به نتیجه برسه. Խաղաղության գործընթացը, որը որ արկա է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, մեր ցանկությունն է եւ մեր մաղթանքն է, որ դա հասնի իր սահմանված նպատակներին, արդյունքներին. و جوری باشه که منافع هر دو کشور از قبل این تامین بشه. Եվ այնպես լինի, որ երկու կողմերի շահերն այդ շրջանակում հաստատվեն եւ պահպանվեն. ولی خط قرمزی که ما تعریف کردیم در مورد عدم پذیرش هر گونه تغییر ژئوپلیتیکی در منطقه و مشخصا استان سیونیک این یک خط قرمز دائمی و همیشگی هست.
Սակայն այն կարմիր գիծը, որ մեր կողմից հայտարարվել է եւ դա տարածաշրջանում գեոպոլիտիկ փոփոխությունների բացառումն է, հատկապես Սյունիքում, մեր կարմիր գիծը պահպանվում է եւ որևէ փոփոխություն դրանում չի եղել։ بنابراین ما در جنگ باشیم یا در جنگ نباشیم اون خط قرمز به جای خودش باقیه. Ուստի պատերազմի մեջ ներգրավված լինենք, պատերազմի մեջ լինենք, թե չլինենք, այդ կարմիր գիծը իր տեղում է եւ անպահպանվում է։ Շնորհակալություն։ Մարինես Շիկարմենյան, Բարեկամներ, իմ հարցը վերաբերում է Այաթոլլա Խամենեի մահվանը։ Արդյոք նրա մահը կարող է ներքաղաքական պարապմունքների կամ տարաձայնությունների առիթ հանդիսանալ եւ արդյոք սա նոր առիթ կարող է բարձրացնել երկրում։ سوالش مربوط هستش به شهادت رهبر معظم انقلاب که آیا این واقعه میتونه باعث در واقع اختلافات داخلی و در واقع وجود آمدن موج جدیدی از اعتراضات یا اختلافات داخلی در ایران بشه؟ همین بله خواست دشمن این بود Իհարկե թշնամու ցանկությունը հենց դա էր։ و من توضیح دادم که این فانتزی هایی که اینا دارن به خاطر اینه که ایران رو و مردم ایران رو نمیشناسن Եվ ինչպես ես արդեն նշեցի, այս ցնդաբան եւ այս ցնորքները, այս ֆանտազիաները, որ նրանք ունեն, միայն մի պատճառ ունեն, որ նրանք Իրանը եւ Իրանի ժողովրդին չեն ճանաչում։ شهادت رهبر معظم ما باعث انسجام بیشتر مردم ما و مصمم شدن بیشتر اونها شده. Մեր գերագույն գլխավոր հոգևոր առաջնորդի մահը միայն ել ավելի համախմբեց մեզ եւ ել ավելի ամրապնդեց մեզ մեր ազգային ձգտումների ճանապարհին։ بعضی از افراد از مردم ما هم که ممکنه معدودی از مردم که شاید نگاهی داشتن که حالا